Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղևորվի նավթամթերքի հերթական խմբականակը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, որ Հայաստան կուղարկվի 1000 տոննա AI-92 տեսակի բենզին, նույնքան դիզելային վառելիք, նաև 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթանում են քննարկումներ առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Կողմերն արդեն փոխանակել են ապրանքախմբերի նախնական ցանկերը, սակայն գործընթացը դեռ գտնվում է ուսումնասիրության փուլում։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Փաշինյանը, վարչապետի ճեպազրույցը։ Գործադիրը հաստատել է 2026 թվականի պահեստազորի վարժական հավաքների անցկացման ժամկետները, ընդունել Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Կայացել է կառավարության այս տարվա առաջին նիստը։ 636 քաղաքացի հետ է ստանալու 2025 թվականին ձեռք բերված էլեկտրական ավտոմեքենայի վճարած մաքսատուրքը։ Ցանկը հրապարակելու է Պետեկամուտների կոմիտեն սույն թվականի հունվարի 10-ին։ Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցում իրականացված շրջայցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում կրթության նախադպրոցական համակարգի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում իրականացվող խոշոր պետական ծրագրերի ընթացքն ու արդյունքները, նախարարի ասուլիսը։ Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն 10 օր է, ինչ շարունակվում է բողոքի ցույցերն ընդդեմ երկրում տիրող գնաճի եւ արժույթի կտրուկ բողոքի ցույցեր են ընթանում երկրի 31 նահանգներից 27-ում, որոնց հետևանքով արդեն կան զոհեր եւ վիրավորներ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը եւ առաջիկա աշխատանքների շրջանակը հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներ ու նպատակները։ Այդ մասին հայտնել է վարչապետ Փաշինյանը Facebook-ի իր էջում։ Խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը միանալու Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը եւ ճանապարհային քարտեզին։ Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացման ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ, նշված է գրառման մեջ։ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ամենաարտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին գործակցության եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետեւողական զարգացմանը նպաստելու համար։ Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ Հայաստանի կառավարությանը համատեղ աշխատանքի եւ արդյունավետ գործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս Հայաստան-ԱՄՆ գործակցությունը կզարգանա նոր ուղղություններով։ Կողմերը մտքեր են փոխանակել տրիպ նախագծի իրականացման, նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին Սուրեն Պապիկյանը ԳՇՊետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի եւ զորակոչի գործընթացում ներգրաված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի եւ անվտանգ ծառայություն։ Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության եւ այլ միջոցառումների կատարման վերաբերյալ։ Նախարար Պապիկյանը հանրարարականներ է տվել զորակոչի աշխատանքների ներգրաված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Facebook-ի իր էջում էլ Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի այսուհետ զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս, այն է կես տարի պակաս, քան նախկինում։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղևորվի նավթամթերքի հերթական խմբականակը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, որ Հայաստան կուղարկվի 1000 տոննա AI-92 տեսակի բենզին, նույնքան դիզելային վառելիք, նաև 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով։ Անցած ամիս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել ադրբեջանական Սոկար ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը։ Էկոնոմիկայի նախարարությունն արդեն հաստատել է, որ Ադրբեջանից բենզինի նոր խմբականակ է գալիս Հայաստան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են քննարկումներ առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ, կողմերն արդեն փոխանակել են ապրանքախմբերի նախնական ցանկերը, սակայն գործընթացը դեռ գտնվում է ուսումնասիրության փուլում եւ առարկայական պայմանավորվածություններ այս փուլում դեռ չկան։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ անդրադարձել է այլ առանցքային թեմաների, մասնավորապես մաքսային արտոնությունների տրամադրման մեխանիզմին, ամանորի գիշերը գրանցված հուսակազրկումներին, նաեւ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացներին։
Բացառում են, որ Հայաստանում կա անդիմադիր падգամավոր կամ քաղաքական գործիչ, որի գոնե մեկ բարեկամը չի օգտվել գերակա ոլորտում մաքսային արտոնության կառավարության տրամադրած մեխանիզմից։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տրամադրում միայն գործող իշխանության ներկայացուցիչների հետ կապ ունեցող գործարարներին։ Վարչապետի խոսքով այդ արտոնություններից օգտվել են հազարավոր գործարարներ, անկախ քաղաքական հայացքների կամ իշխանության հետ կապերից։ Փաշինյանը հիշեցրեց, որ մեխանիզմը գործում է դեռևս 2016 թվականից եւ ունի ինքնաշխատ բնույթ։ Այսինքն կառավարության կարգավորումները այնպիսին են, որ համակարգը աշխատում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն ինչա, կա մոդուլ։ Գործարարները, ընկերությունները իրանց տվյալները լրացնում են եւ ներկայացնում են արտոնությունից օգտվելու, մաքսատուրքի հետաձգման կամ արտոնության։ Կառավարության միակ դերը ստուգելն է, իրանց դրած տվյալները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը իր իսկ որոշման համաձայն չտալ։ Նրա խոսքով իշխանության հետ կապվող գործարարներին պատկանող ընկերությունները կազմում են այդ արտոնությունները ստացողների ընդամենը 2-3%-ը։ Անդրադառնալով ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում տեղի ունեցած հոսանքազրկումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա պատճառը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախորդ սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունների չկատարումն ու սխալ կառավարումն է։ Նրա խոսքով վերջին ամիսներին իրականացված միջամտությունները կանխել են իրավիճակի ավելի խորացումը, իսկ եթե այդ քայլերը չձեռնարկվեին, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կարող է լինել 3 անգամ ավելի։ Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների, մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել։ Վարչապետը հավելեց, որ հեցին լիցենզիայից զրկելու որոշումը եղել է արդարացված եւ պաշտպանելի տարբեր իրավական ատյաններում։ Փաշինյանը պարզաբանեց նաեւ վարչապետին սպասարկող ավտոմեքենայի պետհամարանիշերի փոփոխության պատճառը, նշելով, որ նախկին 001 ՅՈՒ համարանիշի վրա գրված հայերեն տառերը որոշ շրջանակում ընկալվում են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր։ Մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ ՆՓ 001 եւ դա գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Խոսելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հեռացման գործընթացը պետք է լինի անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով։ Նա ընդգծեց, որ նպատակն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը, նշելով, որ եկեղեցին առաջին հերթին ժողովրդի համար է։ Վարչապետը հիշեցրեց, որ ստեղծվել է եկեղեցու բարեկարգման համակարգող խորհուրդ, որն արդեն անցկացրել է իր առաջին նիստը։ Նրա խոսքով գործընթացը չի հանգեցնի ներքին պառակտման, հակառակը մարդկանց ավելի է մոտեցնում եկեղեցուն։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության գործընթացին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ծավալվում են գործընթացներ կապված պոտենցիալ ապրանքների ցանկերի փոխանակման հետ։ Վարչապետը նշեց, որ կողմերը քննարկում են ինչ ապրանքներ կարող են վաճառել եւ ինչ ապրանքների նկատմամբ կա ներմուծման հետաքրքրություն։ Փաշինյանի խոսքով արդեն փոխանցվել են ապրանքախմբերի նախնական ցանկերը, սակայն գործընթացը դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Սակայն ըստ նրա առարկայական պայմանավորվածություններ այս փուլում դեռ չկան։ Փաշինյանն անդրադարձավ նաեւ World Travel Index-ի վերջին տվյալներին, ըստ որոնց Հայաստանն ընդգրկվել է ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է։ Նա վստահեցրեց, որ Հայաստանը կշարունակի աշխատել իրավակարգի ամրապնդման, արտաքին եւ ներքին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ եւ հետագայում էլ ավելի կբարելավի իր դիրքերը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Կառավարությունը հերթական նիստում հաստատել է 26 թվականի պահեստազորի վարժական հավաքների անցկացման ժամկետները։ Գործադին ընդունել է նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը ներկայանում է որպես երկրի զարգացման ուղենիշ և նպատակ ունի վերանայելու և ամրապնդելու պետության տնտեսական կառուցվածքը և պետական ինստիտուտները։ Փաստաթուղթը բաղկացած է 42 էջից և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել իրական Հայաստանի տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը, ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմականությանն ու ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ։ Ըստ Փաշինյանի, սա զարգացման ուղենիշն է, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները։ Ինչով է պայմանավորված վերանայման և նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը։ Սրա համար կա մի քանի կարևոր պատճառ։ Առաջին պատճառը 2018 թվականից ի վեր, ըստ էության հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Այսինքն ճշգրտված տվյալները կլինեն այս տարվա վիճակագրության, մենք վստահ ենք, որ թիվը կլինի 50-ից ավել, իսկ թե կոնկրետ ինչքան, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ վիճակագրությունը։ Մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ 2018 թվականից հետո։ Եվ եթե 2017 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան $3872 էր, 2025-ի խիստ նախնական տվյալներով մոտավորապես $9400 եւ աճը 2.4 անգամ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ տնտեսական քաղաքականությունը ձեռք կբերի տեսլականային և համակարգային բնույթ, կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կձևավորվի ծրագրերի և ենթածրագրերի միասնական համակարգ, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմականությունն ու անվտանգային կայունությունը։ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին եւ առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական եւ մրցունակ կրթական համակարգի եւ կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության եւ ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը եւ պետականության հարատեվության օրակարգի հաջողությունը։ Եվ հաջորդ մեջբերումը դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է, տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող եւ ստեղծարար քաղաքացին։ Ըստ Փաշինյանի դոկտրինում առանձնահատուկ տեղ եւ նշանակություն ունի էներգետիկ վերափոխման օրակարգը։ Դոկտրինն ըստ Փաշինյանի այդ թվում էներգետիկ անվտանգության եւ անկախության մասին է։ Հայաստանը պատմական շանս է ստացել նաեւ էներգետիկ առումով լինելու շատ ավելի ինքնաբավ, անկախ եւ ինքնիշխան։ Բացի այն, որ մենք էլեկտրական էներգիայի արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխենք։ Մենք էլեկտրական էներգիա եւ ընդհանրապես էներգիայի սպառման մասին մեր պատկերացումները պետք է փոխենք, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել, որ այն ինչ մեզ հայտնի բառով անվանվում է էներգախնայողություն, այստեղ խոսքը տասնյակ եւ հարյուրավոր միլիարդների ռեսուրսներ ազատելու եւ այդ ռեսուրսները զարգացման այլ ոլորտներում ներդրելու հնարավորության մասին է։ Հիմա չնայած աշխարհում այլևս էներգախնայողություն արտահայտությունը չի օգտագործվում, որովհետեւ դա արդեն համարվում է հնացած արտահայտություն։ Այլևս խոսվում է էներգետիկ վերափոխման մասին, երբ որ ամեն կիլովատ ժամը
ինքը կոնկրետ հաշվարկի մեջադրված եւ կոնկրետ տրամաբանության մեջադրված։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին եւ միջազգայինորեն գրավիչ ու մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ Ռազմավարական ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական տեսակներն են, դրանք մշակութայինը, գաստրոն, մասնավորապես խոհանոցը, գինին եւ հայկական բրենդին եւ արկածայինը, ներառյալ ձմեռայինը, բայց նաեւ Հայաստանը ունի շատ լուրջ հնարավորություններ եւ դրա մասին եւ ռազմավարական ծրագրում է նշված եւ նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք ագրո զբոսաշրջության, մայս զբոսաշրջություն, մայսը դա մեծ միջոցառումներ անցկացնելու այդ զբոսաշրջային ուղղության ձևն է, բժշկական եւ առողջարանային զբոսաշրջության եւ իհարկե կրոնական զբոսաշրջության։ Վարչապետը հետաքրքրվեց այս տարվա զբոսաշրջության աճի տեմպերով, պատասխանը գոհացուցիչ էր։ 2,243,642 զբոսաշրջիկ ենք ունեցել։ Դեկտեմբերին ունեցել ենք 139,933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության մեջ լավագույն ցուցանիշ է, այսինքն չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել, առհասարակ, եթե նայենք, ուրեմն այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը, նոյեմբերը եւ դեկտեմբերը, այսինքն 12 ամիսներից 7-ը այս տարվա ցուցանիշներն են երբևէ լավագույնը եղել Հայաստանի պատմության մեջ։ Հաջորդիվ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի գործարկման նպատակով ռեգիստրում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախագծով մանրամասն կարգավորվում են մեր համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ այսօր էլ նշեցինք, որ թվայնացման շրջանակներում փոխգործելիության հիման վրա, որպեսզի անձը մեկ անգամ տվյալները տրամադրելով որոշակի կառույցի արդեն հաջորդ կառույցները իրար միջև փոխգործելիության շրջանակներում կարողանան օրենքի եւ կարգավորումների տրամաբանությամբ ապահովել այս տեղեկատվության փոխանակումները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ 636 քաղաքացի հետ է ստանալու 2025 թվականին ձեռք բերված էլեկտրական ավտոմեքենայի վճարած մաքսատուրքը։ Ցանկը հրապարակելու է Պետեակամուտների կոմիտեն սույն թվականի հունվարի 10-ին։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Անվճար քվոտայի հիմքով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ավելի քան 636 քաղաքացի հետ կստանա 2025 թվականի ընթացքում ձեռք բերած էլեկտրական ավտոմեքենայի համար վճարած մի քանի միլիոն դրամի հասնող մաքսատուրքը։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում։ Մաքսատուրքերի հետ վերադարձը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ի որոշմամբ ավելի քան 15000 էլեկտրամոբիլներ, որոնք ներմուծվելու են Հայաստան, անվճար քվոտա են ստանում։ Հիշեցնեմ, որ անցած տարի մենք էլեկտրական մեքենաների քվոտաները բաշխել ենք հետևյալ կերպ. 5000 հատը դա անհատներինն էր եւ ոչ դիլեր իրավաբանական անձանցը եւ 3000-ը դիլերներինը։ Եվ հա դիլերները իրենց քվոտայից 636-ը չեն օգտագործել եւ մենք այն տեղափոխել ենք դեպի անհատներ եւ իրավաբանական անձանց դաշտ եւ այդ տրամաբանությամբ 5001-րդ քաղաքացին, ով մոտեցել է եւ քվոտան ավարտված է եղել եւ ինքը ստիպված վճարել է մաքսատուրք, ինքը հետ կստանա իր ուրեմն վճարած մաքսատուրքը եւ այդպես մինչեւ 5002, 5003 եւ 5636։ Ահա 636 քաղաքացի այս եղանակով կստանան իրենց կողմից վճարած միլիոնավոր դրամները։ Նշենք, որ ըստ էկոնոմիկայի նախարարի հաղորդած տվյալների 636 էլեկտրամոբիլների մաքսատուրքի հետ վերադարձից օգտվող քաղաքացիների ցանկը ՊԿ հրապարակելու է սույն թվականի հունվարի 10-ին։ Հավելենք, որ 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն 2026 թվականին կառույցի անդամ որոշ պետությունների, որոնց թվում Հայաստանը, Բելարուսը եւ Ղրղստանը, իրենց երկրներ էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման դեպքում որոշակի քանակի անհատ եւ կազմակերպությունների արտոնություն է տրվում մաքսատուրքի ազատման տեսքով։ Ծրագրից կարող են օգտվել միայն տվյալ պետություններում մշտապես գրանցված եւ քաղաքացի հանդիսացող անհատներն ու ռեզիդենտ կազմակերպությունները։
Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցում իրականացված շրջայցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում կրթության նախադպրոցական համակարգի, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող խոշոր պետական ծրագրերի ընթացքն ու արդյունքները։ Նախարարը վստահեցրել է, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրն իրականացվում է սահմանված ժամկետներում միաժամանակ ընդգծել ֆինանսավորման, ներառականության և ոլորտային բարեփոխումների աննախադեպ աճը։ Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցն այն դպրոցներից մեկն է, որը կառուցվել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում։ Դպրոցն այս պահին ունի 1600 աշակերտ, այն համալրված է համապատասխան գույքով և տեխնիկայով։ Դպրոցում լաբորատոր պայմանները համապատասխանում են կրթության չափորոշիչներին, իսկ աշակերտները կիրառված փորձի միջոցով ավելի հեշտ են սերտում դասերը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցում իրականացրած շրջայցից հետո հայտարարեց, որ Հայաստանում արդեն կառուցվել և վերակառուցվել է ավելի քան 100 դպրոց և 280 մանկապարտեզ ու նախակրթարան։ Նա վստահեցրեց, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրը կավարտվի նախատեսված ժամկետում։ Այն ինչ որ ստացվել է, կարծում եմ մեր երեխաների համար ստեղծում է էապես նոր հնարավորություններ եւ վստահ եմ, որ այստեղ սովորող երեխաները իսկապես ունեն ստեղծագործելու իրենց բոլոր նախասիրությունները զարգացնելու, որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ պայմանները եւ այսպիսի դպրոց պիտի լինի մեր երկրի յուրաքանչյուր դպրոց եւ հենց սա է պատճառը, որ մենք խոսում ենք այն մասին, որ առաջին 300-ից հետո մեզ արդեն սպասվում է հաջորդ 300 դպրոցը եւ մենք պետք է ապահովենք, որպեսզի մեր բոլոր երեխաների համար այս պայմանները լինեն հասանելի։ Նրա խոսքով ծրագրի իրականացման տեմպերը վերջին 1 տարում զգալիորեն աճել են։ Միայն 2025 թվականին կատարված աշխատանքների ծավալը կազմել է 121 միլիարդ դրամ, մինչդեռ նախորդ տարի այն եղել է 53 միլիարդ դրամ։ Կրթության ոլորտում առաջիկա կարևոր ուղղություններից մեկը նախադպրոցական կրթության զարգացումն է։ Նախարարը տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել է մսուրների ծրագիրը, որը նախատեսված է 6 ամսականից բարձր երեխաների համար։ Սա մի բան է, որը պետական նախադպրոցական կրթության ոլորտում թերևս խորհրդային ժամանակներից հետո չի եղել։ Եվ այսօր մենք ունենք արդեն Երևանում գործող մանկապարտեզներ, դրանց միանալու են նաև նոր մանկապարտեզներ Հրազդանում, Վանաձորում եւ Գյումրիում, որտեղ գործում են վաղ մանկության տարիքի խմբերը։ Ես ինքս առիթ եմ ունեցել այցելելու եւ տեսել եմ, որ այն աշխատանքը, որ պլանավորել ենք, թե կահավորման, թե վերապատրաստման, թե ծառայությունը սկսելու իմաստով բավականին լավ մեկնարկ է տալիս եւ մենք իհարկե սա որպես փորձնական ծրագիր ենք սկսել, եկող տարի նաեւ ունենալու ենք 6 ամսականների, այսինքն արդեն այս տարի 6 ամսականների համար նախատեսված ծառայություն 6 ամսականից սկսած եւ ընդհանուր առմամբ մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի կարևոր թիրախը։ Նրա խոսքով ծրագրին զուգահեռ իրականացվում է նաև ոչ պետական նախադպրոցական հաստատությունների լիցենզավորում։ Այս պահին գործում է 250 լիցենզավորված հաստատություն, ավելի քան 10,000 երեխա։ Միաժամանակ աճել է ներառականության մակարդակը։ Մանկապարտեզներում այժմ սովորում են կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1700 երեխա, մինչդեռ ծրագրի մեկնարկին այդ թիվը եղել է ընդամենը 91։ Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ 2024 եւ 2025 թվականներին դպրոցներ են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ, որոնց մեծ մասը մինչև այդ դպրոցում չէր աշխատում։ Այս ուսուցիչների կազմում շուրջ 80%-ը կազմում են մինչև 45 տարեկան մարդիկ։ Ինչ է սա նշանակում։ Մի շատ պարզ բան, որ կառավարության այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության, գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում եւ այն մարդիկ, ովքեր նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի եւ այդ ուսուցիչները գալիս են նաեւ համալրելու մեր ուսուցչական համակազմի շարքերը, որոնք մեծ ծավալի աշխատանք են անում եւ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։ Նախարարը շեշտեց նաև ֆինանսավորման աճը։ Եթե 2019 թվականին ուսուցիչների խրախուսման ծրագրերին հատկացվել էր 266 միլիոն դրամ, ապա 2025 թվականին այդ թիվը հասել է 15.2 միլիարդ դրամի, ինչը 1163%-ով աճել է։ Անդրադառնալով դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ ահազանգերին, նախարարն ընդգծեց, որ տարվող աշխատանքները միջգերատեսչական են։ Նրա խոսքով սահմանվելու են անվտանգության ստանդարտներ, դպրոցներում կտեղադրվեն տեսախցիկ
գիտելիքներ, կսահմանափակվեն մուտքերը եւ կապը համայնքային ոստիկանության հետ կլինի մշտական։ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին մշակույթի ոլորտում իրականացված ներդրումներն աննախադեպ են։ 2025 թվականին թատերահամերգային կառույցների համար հատկացվել է 948 միլիոն դրամ կապիտալ ֆինանսավորում, որն ուղղվել է շենքերի նորոգման եւ ժամանակակից լուսային ու ձայնային սարքավորումների ձեռքբերմանը։ Արդյունքում աճել է նաեւ սեփական եկամուտները։ Այստեղ ցուցադրված են թանգարանները, տեսնում եք, որ 22-ին շուրջ 770 միլիոն դրամի մասին ենք խոսում, սեփական եկամուտներ, որոնք թանգարանները կարողացել են իրենք աշխատել այցելությունների միջոցով հիմնականում 2025-ին արդեն մենք խոսում ենք 1 միլիարդ 662 միլիոն դրամի մասին եւ սա նշանակում է, որ ավելի քան կրկնապատկված են։ Տեսնում եք, որ այս տենդենսը ել ավելի նկատելի է թատերահամերգային կառույցների պարագայում, որտեղ պիտի հիշեցնեմ, որ մենք ֆինանսավորման նոր մոդել ենք ներդրել 22-ին 1 միլիարդ 634 միլիոնից մենք այսօր արդեն ունենք իրավիճակ, երբ որ 25-ի արդյունքում խոսում ենք ավելի քան 4 միլիարդ դրամի մասին, որը ելի եմ հիշեցնում մշակութային հաստատությունների սեփական եկամուտներն են։ Մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ 2025 թվականին հատկացվել է 1 միլիարդ 386 միլիոն դրամ, մինչդեռ 2022 թվականին այն կազմում էր 216 միլիոն դրամ։ Աշխատանքներ են իրականացվում 48 հուշարձանի վրա, որոնց մեծ մասը կրոնական է։ Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող աշխատանքներին, նախարարը վստահեցրեց, որ հուշահամալիրը երբեք չի փակվել եւ չի փակվելու, այդ թվում ապրիլի 24-ին։ Ասուլիսում Անդրեասյանն անդրադարձավ նաեւ հայ դահուկորդի մասնակցությամբ վերջին միջադեպին, երբ վերջինս մարզահագուստի վրա կպչուկ ժապավենով փակել էր մրցաշարի հովանավոր երկրի Ադրբեջանի անվանումը։ Նրա խոսքով նախարարությունը տեղյակ է ստեղծված իրավիճակից եւ արդեն գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի Ֆեդերացիային միջադեպի բոլոր մանրամասները պարզելու նպատակով։ Նախարարը հիշեցրեց նաեւ, որ Հայաստանը նախաձեռնել է բազմաթիվ կարևոր միջազգային կոնվենցիաների վավերացում սպորտում արդար մրցակցության եւ էթիկայի ապահովման ուղղությամբ։ Նա նաեւ անդրադարձավ բուհերում անվճար սովորելու հեռանկարին եւ ընդգծեց, որ դա կառավարության մինչեւ 2030 թվականի ծրագրի մի մասն է եւ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության պետական բուհերը կլինեն անվճար։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն 10 օր է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ երկրում տիրող գնաճի եւ արժույթի կտրուկ անկման։ Բողոքի ցույցեր են ընթանում երկրի 31 նահանգներից 27-ում, որոնց հետևանքով արդեն կան զոհեր եւ վիրավորներ։ Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում բռնկված բողոքի ցույցերը դեռևս շարունակում են ընդլայնելով աշխարհագրությունը։ Իրանական լրատվամիջոցների տվյալների համաձայն արդեն իսկ 111 քաղաք միացել է այդ ցույցերին։ Երկրի տարբեր շրջաններում ցուցարարների եւ ուժային կառույցների միջև պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում, ինչի հետևանքով 31 նահանգներից 27-ում տեղի ունեցող ցույցերի ընթացքում մոտ 4 տասնյակ քաղաքացի է զոհվել։ Հարևան երկրում տեղի ունեցող ցույցերի բռնկման պատճառ են հանդիսացել հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրները, ապրանքների նկատմամբ գնաճն ու երկրում արժույթի կտրուկ անկումը։ Ցուցարարներին են միացել նաև ուսանողներն ու ընդհանուր որոշ շրջաններում ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ ցուցարարների նկատմամբ բռնություն չեն կիրառի։ Իրավիճակից փորձել են կտրուկ օգտվել Իրանի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ԱՄՆ-ն ու Իսրայելը, որոնք հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում ցուցարարներին կարող են օգնություն տրամադրել։ Մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է հետևյալը. Եթե Իրանն իր սովորության համաձայն կրակ բացի եւ դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները նրանց կհասնի օգնության։ Մենք զգոնենք եւ պատրաստ ենք գործողությունների։ Իրանական իշխանությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի այս հայտարարություններին կտրուկ են արձագանքել, ընդգծելով, որ իրենք հասկանում են ինչ է կատարվում կուլիսներում եւ թույլ չեն տա արտաքին միջամտություն երկրի գործերին։ Մասնավորապես Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արլի Լարիջանին հայտարարել է, որ իրենք տարբերում են, թե ովքեր ինչի համար են դուրս եկել փողոցներ։ Մենք տարբերում ենք բողոքող առևտրականներին վանդալներից, եւ Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ կվնասի ամերիկյան շահերին։ Հավելենք, որ չնայած բողոքի ցույցերը ժամ առ ժամ ընդգրկում են ել ավելի մեծ թվով մարդկանց, իշխանությունները փորձում են երկխոսության գնալ նրանց հետ կատարելով որոշակի քայլեր գնաճի մեղմասման ուղղությամբ։ Մասնավորապես նրանք ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրել են 1 միլիոն թումանի կուպոն, որով հնարավոր կլինի հանրախանութներում առևտուր իրականացնել։ Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են ամանորին, երբ Իրանում գործող հեռախոսների խանութների տերերը փակեցին դրանք ի նշան բողոքի երկրում օրորյա ագնացող գնաճի եւ ազգային արժույթի գնանկման։ Ներկայում ամերիկյան $1 հավասար է 1 միլիոն 420 իրանական ռիալի։ Սիրիայի անցումային կառավարության զորքերի եւ քրդական ջոկատների միջև բախումները շարունակվում են, որի հետևանքով Հալեպահայերի տնից մի քանիսը վնասվել են, այս մասին ասել է Սիրիայի խորհրդանի նախկին падգամավոր Մարիա Գաբրելյանը։ Քրդական շրջաններից տեղանումները շարունակվում են նույնպես, հայ համայնքը մարդկային կորուստներ չի ունեցել, բայց նյութական վնաս է կրել, նշել է նա։ Հայ համայնքը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապաստան տալ այն հայ ընտանիքներին, որոնք իրենց տներում ապահով չեն զգում կամ իրենց տները մոտ են քրդական շրջաններին։ Տրվել է նաև հեռախոսահամար, որով հայ համայնքի ներկայացուցիչները կարող են զանգահարել եւ օգնություն խնդրել։ Հիշեցնենք, հունվարի 6-ին Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում կան զոհեր եւ վիրավորներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հուշագիր, որով Վաշինգտոնը դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպությունից, հայտնել է Սպիտակ տունը։ Փաստաթուղթը պարտավորեցնում է բոլոր գործադիր գերատեսչություններին եւ գործակցություններին գործակալություններին դադարեցնել 35 կազմակերպություններում մասնակցությունը եւ ֆինանսավորումը։ Նշում է, որ խոսքը ՄԱԿ-ի կազմում չգտնվող կազմակերպությունների մասին է։ Սպիտակ տանը ընդգծել են, որ այդ կառույցներից դուրս գալը վերջ կդնի ամերիկացի հարկատուների ֆինանսավորմանն ու մասնակցությանը այն կազմակերպություններում, որոնք առաջ են մղում գլոբալիստական շահերի վնաս ԱՄՆ առաջնահերթությունների։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է 27 թվականի ռազմական բյուջեն $1 տրիլիոն մինչև $1.5 տրիլիոն ավելացնելու որոշման մասին։ Սա տասնամյակի ընթացքում պաշտպանական ծախսերի ամենամեծ փոփոխությունն է։ Նա նշել է, այս որոշումն ուղղված է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը եւ ժամանակակից զինված ուժերի կառուցմանը։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ լրացուցիչ միջոցները թույլ կտան կառուցել երազանքի բանակը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգները հայտնել է համաշխարհային շուկայում վենեսուելական նավթի վաճառքի մասին։ Նշվում է, որ նավթի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Միացյալ Նահանգների հաշիվներին։ Այս միջոցները կծախսվեն ամերիկյան եւ վենեսուելական ժողովրդի շահերից ելնելով եւ բացառապես կառավարության հայեցողությամբ։ Այդուհանդերձ իշխանությունները մտադիր են չեղարկել Վենեսուելայի դեմ որոշ պատժամիջոցներ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, Վաշինգտոնը սկսելով վենեսուելական նավթի վաճառքը հանում է Կարակասի պատժամիջոցների մի մասը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ներկայացուցիչների հետ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ եւ մտադիր է հանդիպել նրա հետ Սպիտակ տանը։ Թրամփի խոսքով Կոլումբիայի նախագահը բացատրել է թմրանյութերի եւ Միացյալ Նահանգների հետ ունեցած այլ անհամաձայնությունների վերաբերյալ իրավիճակը։ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգները երբեք ՆԱՏՕ-ին չի թողնի միայնակ դիմակայելու արտաքին սպառնալիքներին։ Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենա ՆԱՏՕ-ից, եթե Միացյալ Նահանգներն այնտեղ չլինի։ Ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կգա մեզ օգնության, եթե մենք իսկապես նրանց կարիքն ունենանք, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ եթե այն չգործի հանուն մեզ, հայտարարել է Թրամփը, նշելով, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում վերակառուցել է Միացյալ Նահանգների զինված ուժերը եւ շարունակում է այդ գործընթացը։ Նա հավելել է, որ համոզել է Դաշինքի երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը տարեկան հնայի 2-ից մինչև 5%։ Սրան զուգահեռ Թրամփը հրամայել է Միացյալ Նահանգները դուրս բերել 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը։ Բոլոր դաշնային գործակալությունները պետք է դադարեցնեն մասնակցելը եւ ֆինանսավորել ՄԱԿ-ի 31 եւ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 մարմինների, որոնց շարքում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի միջազգային առևտրի կենտրոնը, Խաղաղապահ հանձնաժողովը, Ժողովրդավարության հիմնադրամը եւ այլն։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների վերսկսման համար դեռ հարմար պայմաններ չկան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ նրա, ներկա իրավիճակը նպաստավոր չէ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար ամերիկյան քաղաքականության պատճառով։ Նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից, սակայն այն պետք է վարել հարգանքով, հաշվի առնելով փոխադարձ շահերը, ինչին Սպիտակ տունն այս պահին չի ձգտում։ Միևնույն ժամանակ Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ չնայած թշնամական հռետորաբանությանը եւ Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերին, իրանական բանակի մարտական պատրաստվածությունն ավելի բարձր է, քան 2025-ի հունիսին Իսրայելի հետ հակամարտությունից առաջ։ Նա վստահեցրել է, որ երկիրը պաշտպանելու համար բանակը կգործի ամբողջ ուժով։ Հալեպում քրդերի գլխավորած սիրիական դեմոկրատական ուժեր կոալիցիայի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 5-ի, 31-ը վիրավորվել։ Հաղորդվում է, որ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը Հալեպի բախումներից տուժած շրջաններից տարհանել է ավելի քան 3000 խաղաղ բնակիչների։ Այսքան այժմի համար կհանդիպենք։